Samuel, mikrofonum var. Ռուսական դեսպանատան առաջ ակցիային իրականացնում բեռնափոխադրող կազմակերպությունները Գրիգոր Լուսավորիչ Զաքյան խաչմերուկում այս պահին փորձում են ճանապարհ փակել, փորձենք խոսել, հասկանալ ինչ է կատարվում։ Ինչ բեռնափոխադրող, որպես վարորդիկին, որպես միջնորդ կազմակերպություն։ Ինչ հարցով եք եկել, ինչ ակնկալիք ունեք, ինչ լուծում եք սպասում։ Մեր հարցը փորձում ենք լուծել, քանի որ որպես վարորդիկին ասեմ, ամուսնուս օրերը լրացել են, հիմա հետ գայինք այլևս չի կարողանալու այս տարի դուրս գնալ, եթե բախներս բերեց չփակեցին մուտքը իրա։ Կսպասենք 2-3 ամիս ուրեմն պետք է ինքը մնա Հայաստանում, մինչև նորից հունվարի 1-ից շարժը նորից կարողանանք ապահովել։ Որպես բեռնափոխադրող պետք է ես նոր վարորդ փորձեմ գտնել, որը այս պահին շատ բարդ է, որովհետև այդ վարորդը սովորական տաքսու վարորդ չի, ինքը պետք է լինի եկետին համապատասխան, փորձ ունենա, որովհետև ինքը ոչ թե սովորական մեքենա է վարում, այլ 40 տոննա բեռ է իր վրա ուսերին տանում։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով շատ բարդ է այսօր։ Մի վարորդ կորցնում ենք, ամսով ընկնում ենք, նորմալ վարորդ ենք ման գալիս, որ այդ մեքենաները տանեն։ Իսկ պատկերացնում եք հազարավոր վարորդներ մնան դրսում, այդ մեքենաները ինչ ենք անելու մենք։ Դուք այս պահին ինչ ակնկալիքով եք եկել Ռուսաստան դեսպանատան դիմաց։ Դեսպանատան մենք կառավարության շենքել ենք մոտեցել, փորձել են ժամը 5-ին ժամանակ են տվել, որ մեզ ինչ-որ որոշակի ինֆորմացիա տան Իսպանիայի հետ կապված։ Մենք էլ որոշեցինք մի հատ բողոքի ակցիա այս դեսպանատան մոտ կազմակերպել, միգուցե ռուսական կանալները կարողանան մեր խոսքը թեկուզ Ռուսաստանում էլ Մենք տեսնում ենք, որ հիմա ակցիայի մասնակիցներից ոմանք փորձում են փողոց փակել, բայց կարծես միակարծիք չեն այս հարցում բոլոր մասնակիցները։ Ոչ, միանշանակ մենք միակարծիք ենք, ուղղակի փորձում ենք դեռ խաղաղ ճանապարհով, որովհետև եթե ֆուրը հելավ ու ճանապարհ սկսեց փակել, ամբողջ Հայաստանը կաթվածահար է լինելու։ Ճիշտ ենք հասկանում։ Եվ հետո ձեզ ասեմ, որ լոգիստիկան թեկուզ հենց միջազգային բեռնափոխադրում, թեկուզ հայ բեռնափոխադրողը, այս պահին ինքը մի քանի արտադրական, գյուղատնտեսական, չգիտեմ, այնտեղ ներմուծող, արտահանող ընկերությունների համար ինքը կապող օղակն է համարում։ Եթե ինքը չկապեց ու ինչ-որ մեկը որոշեց, որ պետք է այլազգի գա այս երկրի բեռը տանի բերի, միանշանակ ֆուրերը կփակեն ճանապարհները ու ոչ ոք չի աշխատի։ Եթե մենք չենք աշխատելու, ոչ ոք չի աշխատել ուրեմն այս ուղղությամբ։ Շատ լավ, այ դուք ասացիք, որ ավելի վաղ եղել է կառավարության շենքի դիմաց, ամեն դեպքում սպասումներ կառավարությունից չկան, որ եկել եք դիմել եք այս քայլին, թե սպասումներ ունենք, որովհետև երեկոյան մեզ պարզ դարձավ, որ Ղազախստանը արդեն փորձել է համաձայնության գալ, ճիշտ է, հարցը ամբողջովին չի լուծվել, բայց գոնե իրենց համար ինչ-որ ժամկետ են հետաձգել են։ Այս ժամկետը օրը չնշեցին, լուրերով չհասկացանք, թե ինչ ժամկետի մասին է խոսքը, բայց գոնե մեզ համար էլ նման ինչ-որ բան ստեղծել, որ մենք էլ այդ ժամկետի մեջ կարողանանք տեղավորվենք, բացի դա էլ մեր կառավարությունն իմացել է, որ մենք այսպիսի խնդրի առաջ ենք կանգնելու։ Մեր վարորդներին Ռուսաստանում, երբ որ իրենք մուտք են գործում, պասպորտնի կոնտրոլ գոյություն ունի, եթե ով անցել է գիտի, հարց ու փորձ են անում մեր վարորդները, իրենց ասել են, որ դա ձեզ չի վերաբերում, բայց մի քանի մետր են կողմ, այս ամեն ինչը մեզ է վերաբերում փաստորեն։ Հիմա ստացվում է, որ մտքիս սրճքը կորավ։ Ստացվում է, որ մեզ էլ ամեն դեպքում մեր կառավարությունը մարտ ամսից փորձել է ինչ-որ բաներ ձեռնարկել ու մինչև առ այսօր դեռ
հաջողության չենք հասել։ Այսինքն մարտ ամսից փորձելա, սակայն ապարդյուն, այսքան ամիս անց մենք խնդրի առաջ ենք բախվում։ Որովհետև մեզ sense բացատրեցին, որ մինչև այս պահը իրանք մենակ են եղել, Հայաստանը միայնակ է փորձել այս հարցին լուծում տալ, իր կողքին ոչ մի ԵԱՏՄ պետության ներկայացուցիչ չի եղել։ Իսկ հիմա արդեն մեզ են միացել նաև ղազախները, նաև ղրղզները ու մնացած արդեն վրացիներն են, երևի մեզ կմիանան որպես ակցիայի մասնակից, որտեղ իրանց էլ է դա վերաբերվում բոլոր ոչ վիզային երկրների մասին է խոսքը։ Ու հուսանք, որ պետքա որ արդեն ինչ-որ մի հատ օգուտ տա, բայց չենք կարող սպասել, որովհետև արդեն տարին վերջանում է, մեզ ոչ ոք չի զգուշացրել, որ դա ձեզ էլ է վերաբերում, մի անգամից հոկտեմբերի 1-ից համատարած մասսայական վարորդներին արտաքսում են երկրից կարելի ասել, առանց հետ վերադարձի թույլտվությամբ։ Դրա համար մենք նոր ենք ակտիվացել։ Շատ լավ, շնորհակալություն։ Գնացի